Սիրելի հավատացյալներ, ինչպես արդեն Տեր Հայրը իր քարոզի մեջ նշեց, այսօր հայ եկեղեցին տոնում է խաչի տոներից մեկը, որը որ կոչվում է Երևումն Սուրբ Խաչի։ Տոնը կապված է 351 թվականին տեղի ունեցած դեպքի հետ Երուսաղեմում, երբ որ երկնքում երևաց լուսավոր խաչի նշանը։ Այդ ժամանակ Երուսաղեմի պատրիարքներ Յուրեղ Երուսաղեմացին եւ նա էլ այդ դեպքը արձանագրեց եւ հետ այդու քրիստոնեական եկեղեցին սկսեց նշել խաչի այս տոնը։ Բայց խաչի տոն նշելը, խաչի մասին խոսելը, դա ընդամենը մեր հիշողությունը չէ, որը որ պետք է մենք թարմացնենք խաչի հետ կապված։ Խաչը դա մեր պաշտելիք նշաններից մեկն է, որը որ դարձավ Քրիստոսի խաչելությունից հետո։ Մինչև այդ, ինչպես արդեն քարոզի մեջ նշվեց, խաչը համարվում էր մահվան գործիք։ Խաչափայտի վրա խաչում էին ամենավերջին ավազակներին եւ նաեւ հрьяաների համար այն մարդիկ, ովքեր խաչվում էին խաչի վրա, համարվում էին անիծյալ մարդիկ։ Բայց Քրիստոսի խաչելությամբ խաչը սրբագործվեց մեր համար եւ խաչափայտ լինելուց հետո մեզ համար դարձավ կյանքի ծառ, որովհետեւ այդտեղից եւ այդտեղով մենք գտանք մեր հավատքի ուղին։ Քրիստոսի աստվածամարտկային արյան հեղմամբ այդ խաչի վրա լվացվեց այդ խաչը եւ այն մահվան գործիքից վերածվեց կյանքի ծառի եւ դրանից հետո մարդը հավատացյալը ճշմարտապես խաչակնքվելով մեկ անգամ եւս հիշում է Քրիստոսի կրած չարչարանքները, մեկ անգամ եւս իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել այդ չարչարանքներին Քրիստոսի կողքին եւ մեկ անգամ եւս նաեւ նշում է, որ ինքը այդ խաչի կրոնի հետևորդն է։ Սակայն խաչակնքվելով, խաչ անելով, ինչպես սիրում են ասել ժողովուրդը, դրանով չի սահմանափակվում մեր հավատքի կարևոր էությունը։ Կարող է մարդ շատ քիչ խաչակնքվել, կարող է մարդ նույնիսկ չկրել խաչի նշանը իր վրա, բայց զգալ այդ խաչը իր մեջ, իր հոգու մեջ։ Դա է ճշմարիտ խաչի պաշտամունքը։ Խաչի պաշտամունքը դա նա չէ, որ մենք երևացող խաչին ենք պաշտում, երևացող խաչին ենք խոնարհվում։ Եվ եթե դա ուղղակի մանավանդ եթե դա անում ենք ուղղակի ձևականորեն, ինչպես այսօր դուք շատերը նկատած կլինեք փողոցներում, երբ որ անցնում են եկեղեցու կողքով խաչակնքվում են։ Այո, դա լավ սովորություն է, բարեպաշտական սովորություն է, բայց եթե դու հայոյելով անցնում ես, եկեղեցին տեսնում ես, խաչակնքվում ես եւ հետո նորից շարունակում ես հայոյելով ինչ որ բանի մասին խոսել, դա ոչ մի օգուտ չի բերելու։ Դա նույնիսկ ոչ թե օգուտ, այլ դա որ խաչի հանդեպ անհարգալից վերաբերմունք է։ Մենք շատ ենք չէ խոսել եկեղեցու հանդեպ հարգանքով վերաբերվելու մասին, որովհետև եկեղեցին համարվում է Աստծո տուն, չէ՞։ Եվ մենք միշտ ասել ենք, որ պետք է եկեղեցի գալուց որոշ չափով տարբերվես ուրիշ տեղ գնալու հետ համեմատած, չէ՞։ Որ եկեղեցի շատ ենք ասում, եթե դու կարող ես հյուր գնալ քո բարեկամի մոտ սպորտային համազգեստով, դա չի նշանակում, որ դու պետք է եկեղեցի էլ գաս այդ սպորտային համազգեստով։ Աստծո առջև մենք պետք է կանգնենք պատշաճ ջերմի։ Աստծո առջև պետք է կանգնենք ոչ միայն մաքուր հոգով, այլ նաև պետք է կանգնենք մաքուր մարմնով։ Եվ այսօրվա օրը խաչի, որևէ խաչի տոնը, դա մեզ հենց գալիս է դա հիշեցնելու։ Երբ որ մենք խաչակնքվում ենք պատարագի ժամանակ մի քանի տասնյակ անգամ, արդյոք մենք մեր մեջ
ընդունում ենք այդ խաչը, թե ուղղակի դա խաչակնքում ենք։ Դուք մի մոռացեք, որ մեր հայրերը, մեր պապերը սկսած քրիստոնեության ընդունելությունից հետո խաչին վերաբերվել են այնպիսի երկյուղով եւ այնպիսի սրբությամբ, որ իրենց չեն կարողացել ստիպել ուրանալ խաչը եւ իրանք չուրանալով խաչը ընդունել են մահը։ Մենք ունենք եւ Վրաստանի պատմության մեջ չէ այդպիսի դեպք, երբ որ հենց այս կամուրջի վրա տարբեր տվյալներով 100,000 կամ 150,000 հոգի մարդ միանգամից մի օրում սպանվեց, որովհետեւ նրանցից ոչ մեկը չհամաձայնվեց ոտքը կոխել սրբապատկերի վրա եւ անցնել վրայով։ Այդ է եղել մեր հայրերի հավատքը։ Այդպիսի ուժեղ հավատք են ունեցել մեր հայրերը։ Եվ այո, երբ որ նրանք խաչակնքում էին, նրանք իրոք գիտեին, ինչի համար են խաչակնքում, եւ նրանք միգուցե չունեին հնարավորություն, ինչպես այսօր շատերը ունեք, ոսկի խաչ կամ բրիլյանտով զարդարված խաչեր կրելու, բայց նրանք ունեին այդ բրիլյանտով զարդարված խաչից ավելի թանկագին խաչ իրենց հոգիների մեջ, որովհետեւ քարերով եւ ոսկիներով եւ տարբեր գեղեցիկ բաներով զարդարված խաչը չի որ փրկելու է ինչ որ մեկից, այլ փրկելու է այն խաչը, որը որ մենք ընդունում ենք մեր հոգու մեջ, որը որ մենք պահում ենք եւ փայփայում ենք մեր հոգու մեջ, որին մենք ճիշտ հավատում ենք, որ դա կենաց ծառ է, կյանքի ծառ է, դրանից բխում է կյանք, ինչպես որ Քրիստոսից հետո սկսեց բխել։ Եվ այդ է պատճառը, որ մենք մեր եկեղեցիների մեջ, հայ եկեղեցում օգտագործում ենք խաչը ծաղկյալ վիճակով, չէ՞։ Շատերը տեսած կլինեք, որ մեր եկեղեցիների մեջ կան ուրիշ խաչեր են, բայց գմբեթի խաչերը, չէ, ուրիշ եկեղեցու վրա պատկերված խաչերը, խաչքարների վրա պատկերված խաչերը, ոչ մեկի վրա չկա խաչված Հիսուս։ Դա մենք չենք նվաստացնում դրանով խաչյալ Հիսուսի դերը։ Մենք ուղղակի ցույց ենք տալիս, որ մենք խաչափայտը ընդունում ենք կյանքի ծառ որպես Քրիստոսի խաչվելուց, Քրիստոսի արյունը դրա վրա թափվելուց եւ Քրիստոսի հարություն առնելուց հետո եղած խաչն ենք մենք ընդունում։ Այդ է պատճառը, որ հայ եկեղեցիների մեջ շատ ավելի քիչ է օգտագործվում խաչյալ Քրիստոսով խաչեր եւ ավելի շատ է օգտագործվում ծաղկյալ խաչը, որը որ մենք ընդունում ենք այդպես անվանել այդ խաչերին։ Բայց ոչ մի անգամ չմոռանաք, որ դա չի նշանակում, որ մենք չենք համարում խաչ այն խաչը, որի վրա որ կա խաչյալ Քրիստոս, կամ էլ տարբերություն ենք դնում խաչերի մեջ եւ այլն եւ ոչ։ Դա ուղղակի հայ եկեղեցու ավանդույթն է, հայ եկեղեցու հավատալիքն է եւ մենք խաչը ընդունում ենք ծաղկյալ վիճակում, բայց պաշտում ենք եւ երկրպագում ենք միայն այն խաչին, որը կա մեր հոգիներից ներս, որին կարողանում ենք Աստվածտա ընդունել մեր հոգիներից ներս։ Ահա դա է իրական խաչը եւ խաչակնքվելուց ամեն մեկս էլ պետք է հիշենք, որ մենք չենք խաչակնքում ինչ որ մեկին ցույց տալու համար, չենք խաչակնքում, որովհետեւ եկել ենք եկեղեցի կամ կանգնած ենք եկեղեցու մոտ կամ անցնում ենք եկեղեցու կողքով։ Մենք խաչակնքում ենք դրանով ցույց տալով, որ մենք պատրաստ ենք Քրիստոսի ճանապարհը անցնել, Քրիստոսի խաչի ճանապարհը անցնել եւ խաչակնքում ենք, որովհետեւ հավատում ենք խաչի վրա մահացած եւ հարություն առած Քրիստոսի։ Եթե այդ երկու միտքը, այդ երկու մտքերը չկան մարդու մեջ խաչակնքվելու պահին, ապա այդ խաչակնքվելը ուղղակի կարող է կոչվել խաչակնքվել եւ ոչ մի բան ավելի։ Դա չի առնչություն չունի ոչ հավատքի հետ, ոչ քրիստոնեության հետ, ոչ մի բանի հետ։ Դա ուղղակի ինչ որ տեսանելի մի ձև է, որը որ շատերը անում են առանց հասկանալու։ Իսկ մենք որպես հավատացյալներ հասկանում ենք, որպես հավատացյալներ դիտակցում ենք եւ որպես հավատացյալներ պետք է ճիշտ ձևի խաչակնքվենք։ Խաչակնքվենք հիշելով մեր մեջ եղած սուրբ խաչը, կյանքի նշան խաչը։ Թող այդ խաչի նշանը մշտապես պաշտպան եւ պահապան լինի ձեզ բոլորին, մեր ամբողջ ազգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, նաեւ մի ուրախարի լուրով եմ ուզում բոլորիդ հետ կիսվել, այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում
Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ կատարվում է քահանայական ձեռնադրություն, որին մասնակցում է ձեզ բոլորի ծանոթ, ձեր աչքի առջև մեծացած եւ սարգավակ դարձած Արտակ Սարգսակը, որը այլևս արդեն ոչ մեկիս համար Արտակ Սարգսակ չի։ Նա դարձել է այսօր քահանա եւ մի քանի րոպեներ առաջ հայտնեցին, որ վերանվանվել է Տեր Անանիա։ 40 օրեր հետո Տեր Անանիան վերադառնա Վրաստան, վերադառնա Թիֆլիս եւ այստեղ բոլորս արդեն հնարավորություն կունենանք մեր աղոթքը բարձրացնել Տեր Անանիայի մատուցած անդրանիկ պատարագի ընթացքում։ Օրհնյալ եղերուք շնորհացիքով քույն, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ ընդհանրեսյանս ամեն։